Նորենի վերաբերմունքը երեխաների նկատմամբ ինչպիսին է, գուցե նման մտահոգիչ տվյալներ, որ երեխաների իրենից չենք տեսել։ Անցած տնօրենը նույնիսկ երեխաներին գալիս էր, հագցնում էր, ինչ որ մի բան իհարկե իր պարտականությունը չէր, բայց բարի, սիրալիր, գալիս էր այստեղ, պտտվում էր, շրջում էր, մայրիկներին, ծնողներին բարևում էր, մի լավ մթնոլորտ էր լինում։ Իսկ այստեղ կուզենայի հետաքննություն տանեիք, ինչով է այս 2 տարին ինքը զբաղված եղել, արդյունքը չկա։ Թող հələ տեսնենք, կարող է մենք չենք տեսնում։ Ինչ լավ գործ է արել։ Բացի հենց մայրադառ է 2 զույգերին բերել է այստեղ, պահել է ծնված օրվանից մեր դայակ, դաստիարակ, մաքրուհի, մեթոդիստ, իր բալիկներին են այստեղ զույգերին են խնամում։ Բոլորը ականատես են եղել, նույնիսկ երեկվա թաղապետարանի աշխատակիցն էլ է տեսել դա, ասեց այո, ես տեսել եմ։ Տվյալ անձնավորությունը ինչպես է մանկապարտեզի տնօրեն նշանակվել, մրցույթ է անցկացվել, թե էլի խնամի ծանոթ։ Չգիտենք, դա չգիտենք, բայց իր լավ աշխատանքը չենք տեսել, միշտ բաց է եղել մեր դաստիարակը, ընկեր Մանուշակը միշտ աշխատանքը տարվել է եւ ցույց է տվել ինչ են անում։ Իսկ ոնց ինքը եկել է, մենք այդ աշխատանքները չենք տենում։ Ոչ հանդես, ոչ առօրյա, իրանց երեխաները ապլիկացիա էին անում, զարգացնող ինչ-որ բաներ էին անում, իսկ հիմա ոչ մի բան։ Ուրա իր ինչ աշխատանք է ինքը արել։ Այսինքն մանկապարտեզը ծառայեցնում է Չգիտեմ։ միայն իր համար։ Իր շահի համար, երևի, աթոռապաշտ, իր աթոռը ասում է յուրաքանչյուրիցդ ավելի լավն է եւ թանկարժ, ինչ որ այդպիսի արտահայտություն է արել, այո։ Ունենում են միջոցառումներ, բայց մենք չենք տեսնում այդ միջոցառումները բալիկների, ոգևորված են լինում երեխաները ու մենք ոչ մի միջոցառում չենք տեսնում, բաց դաս են ունենում, մենք չենք տեսնում։ Տարվա մեջ ընդամենը մի միջոցառում ալնում, ընդամենը ներկա ենք լինում մի միջոցառման, իսկ մյուսներին պատրաստվում են երեխաներ ու մենք չենք տեսնում։ Ասում են նկարում ենք, պատրաստվում ենք, բայց ոչ մի բան դեռ չկա, ոչ էջում, ոչ միտեղ։ Իսկ երբևէ օրինակ հենց թաղապետարանից կամ իրավասու մարմիններից չեն եկել իրենց լիազորությունների շրջանակում ստուգ են տեսնեն, օրինակ ինչու է մանկապարտեզը, որը մենք չենք իմանում, ոչ մի բան, ես մենք տեղյակ չենք լինում, որ 10 աշխատող փոխվել է։ Ասենց մենք ամեն ինչի չենք բարձրանում։ 2 ամիս է թույլ չեն տալի։ Երեխաներին տալ հանձնում ենք դայակ դաստիարակին ու մենք դուրս ենք գալիս։ Որ դաստիարակները ծնողների հետ ընդհանրապես չառնչվեն։ Ներկայացնում են համար, որ անձրևա, ցեխա, որ ցեխոտվի, չկեղտոտվի, բայց խմբերում ահավոր վիճակա խմբերում։ Այդ վիճակում երեխաները միայն գալիս են մեր դայակ դաստիարակի համար։ Վերևի հարկում երկրորդ հարկում ջրի մեջ կորված է կաթոցները դույլով ասեցինք հանդեսներ չի լինում բան, բայց նշեմ, որ մեր մանկավարժները երեխեքին կրթական մակարդակով շատ են աշխատում։ Մեծ աշխատանք տանում են, ուղղակի որ ասվեց հանդեսներ չի արվում, չի նշանակում էլի, որ մեր դաստիարակները չեն աշխատանքը շատ մեծ է։ Իրանք հոգած կրթական մակարդակով երեխաներ, իրենք դպրոցի մակարդակի ունեն, ոչ մի ես վճարովի հաստատությունում չեմ լսել, նման մակարդակի կրթություն ու դաստիարակություն տան, թե բառաբաշարի առումով, թե գիտելիքի առումով, մեր երեխաները գիտենք ապահով ձեռքերում են մեծանում են որպես զարգացած հասարակություն, այսպես ասեմ, հասարակության անդամ։ Քանի որ ետնամուտքում ենք մենք ի սկզբանե սպասում, այնտեղ նաև ոստիկանության աշխատակցի նկատեցի։ Միշտ իրենք լինում են, թե օրինակ գիտեին այսօր անակնկալի եկանք, մայրիկները ասեցինք ինչ է կատարվում, ինչ ոստիկան, այդպես։ Հիմնականում էստեղ է լինում։ Մենք տնօրենին չենք տեսնում։ Լավ կլիներ, որ ինքը գար, մեկ, չենք ասում ամեն օր դուրս գար, բարևեր ծնողներին։